Լիլիթ Եռմալովյանն ու Գոռ Եռմալովյանը քույր և եղբայրներ էին, մի ընտանիք, մի տուն, մի պատմություն, որը չավարտվեց խաղաղ։ Գոռը ընտանիքի ավագ որդին էր, եղբայր, զինվոր, երիտասարդ, որը 44-օրյա պատերազմի օրերին գնաց ռազմաճակատ և այլևս չվերադարձավ։ Նրա մահը դարձավ այն պահը, երբ ընտանիքի կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչ պատերազմը և պատերազմից հետո։ Պատերազմից հետո տունը լցվեց լռությամբ, այն լռությամբ, որը մնում է այն ժամանակ, երբ մեկը այլևս չի գալիս։ Գոռի անունը դարձավ հիշատակ, իսկ նրա բացակայությունը մշտական ներկայություն ընտանիքի ներսում։ Լիլիթը ապրում էր այդ լռության մեջ, քույրը, որը կորցրել էր եղբորը պատերազմում, աղջիկ, ով ստիպված էր սովորել ապրել մի ցավի հետ, որի մասին հաճախ չեն խոսում բարձրաձայն։ 44-օրյա պատերազմից հետո հազարավոր ընտանիքներ Հայաստանում ապրեցին նման լռության մեջ, բայց յուրաքանչյուր ընտանիք իր ցավը կրում է տարբեր ձևով։ Ոմանք խոսում են, ոմանք լռում։ Լիլիթի ընտանիքում լռությունը աստիճանաբար դարձավ սովորական։ Բաց աղբյուրների համաձայն Լիլիթ Եռմալովյանը հասարակական ուշադրության կենտրոնում չէր։ Նա չէր եղել հրապարակային դեմք, նրա կյանքը անցնում էր առանց աղմուկի, առանց տեսախցիկների։ Սակայն 2023 թվականի դեկտեմբերի 26-ին այդ հանգիստ ընթացքը կտրուկ ընդհատվեց։ Այդ օրը Լիլիթ Եռմալովյանը համարվեց անհետ կորած։ Նրա հետ կապը կտրվեց։ Ընտանիքը սկսեց որոնումներ։ Տեղեկություններ տարածվեցին սոցիալական ցանցերում։ Հարազատներն ու ընկերները սպասում էին ցանկացած լուրի։ Դեկտեմբերի վերջին օրերը վերածվեցին անորոշության։ Անհետ կորած մարդուն սպասելու օրերը միշտ ամենաերկարն են։ Յուրաքանչյուր զանգը հույս է, յուրաքանչյուր լռությունը վախ։ 5 օր շարունակ Լիլիթի գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չկար։ Ընտանիքը ապրում էր սարսափի մեջ, սպասում, որ ավելի ծանր էր, քան ցանկացած վատ լուր։ Դեկտեմբերի 31-ին Լիլիթ Եռմալովյանը հայտնաբերվում է մահացած։ Այս լուրը վերջնականապես կոտրեց այն ընտանիքը, որը արդեն մեկ անգամ կոտրվել էր պատերազմի ժամանակ։ Երկրորդ կորուստը միշտ ավելի ծանր է, ոչ թե որովհետև առաջինը մոռացվել է, այլ որովհետև առաջինը դեռ չի բուժվել։ Ըստ աղբյուրների համաձայն, Լիլիթ Եռմալովյանի անհետացումից հետո ընտանիքը փորձել է կապ հաստատել բոլոր հնարավոր ուղղություններով։ Ընկերներ, ծանոթներ, հնարավոր երթուղիներ, վայրեր, որտեղ նա կարող էր գտնվել։ Սոցիալական ցանցերում տարածվում են տեղեկություններ, հույսով, որ ինչ-որ մեկը կտեսնի, կճանաչի, կարձագանքի։ Սակայն օրերը անցնում էին, և լուրը չէր գալիս։ Հոգեբանները նշում են, որ անհետացման առաջին օրերը ընտանիքների համար ամենածանրն են, որովհետև մարդը դեռ կենդանի է ընկալվում, դեռ կա հույսը, և այդ հույսը միաժամանակ ուժ է տալիս ու սպասում։ Դեկտեմբերի վերջին օրերին այդ ընտանիքը ապրում էր հենց այդ վիճակը։ Մի ընտանիք, որը արդեն ուներ պատերազմի ցավը իր մեջ, և հիմա նոր անորոշություն։ Դեկտեմբերի 31-ին եկավ լուրը, որը ոչ ոք չէր ուզում լսել։ Լիլիթ Եռմալովյանը հայտնաբերվել էր մահացած։ Պաշտոնական աղբյուրները չեն ներկայացրել մահվան հանգամանքների ամբողջական մանրամասներ։ Հանրությանը հայտնի է միայն հայտնաբերման փաստը, և հենց այդ անորոշությունն է, որ ավելի է ծանրացնում պատմությունը։ Երբ չկա բացատրություն, մարդիկ փորձում են ինքնուրույն հասկանալ, բայց այս պատմության դեպքում ամենակարևորը մեկ բան է՝ ընտանիքը կրկին կորցրեց իր անդամին։ Երկու կորուստ, երկու տարբեր ժամանակներում, երկու տարբեր պատճառներով, բայց նույն տան ներսում։ Գոռ Եռմալովյանի մահը պատերազմի ժամանակ դարձավ այն ցավը, որի մասին ընտանիքը ստիպված էր սովորել լռել։ Պատերազմից հետո շատ ընտանիքներ Հայաստանում կանգնեցին նույն իրավիճակի առաջ՝ կորուստ, հետո լռություն, հետո ապրելու փորձ։ Լիլիթի դեպքում այդ լռությունը երբեք ամբողջությամբ չխախտվեց։ Նրա պատմությունը հանրության համար բացահայտվեց միայն անհետացման պահին։ Մինչ այդ նա ապրում էր իր ցավի հետ, առանց հրապարակային։ Լիլիթ Եռմալովյանի հայտնաբերումից հետո հասարակական արձագանքը երկար չսպասեց։ Սոցիալական ցանցերում սկսեցին քննարկումներ։ Մարդիկ փորձում էին հասկանալ, ինչ էր տեղի ունեցել, բայց որքան շատ էին հարցերը, այնքան քիչ էին հստակ պատասխանները։ Պաշտոնական աղբյուրները սահմանափակ տեղեկություն ստեղծվեց տեղեկատվական վակուում, և այդ վակումը, ինչպես հաճախ է լինում, լցվեց ենթադրություններով։ Սակայն այս պատմության դեպքում ամենակարևորը այն է, որ խոսքը վերաբերվում է իրական մարդկանց, իրական ընտանիքի և իրական կորստի։ Մասնագետները հաճախ զգուշացնում են, որ նման դեպքերի շուրջ տարածվող չստուգված տեղեկությունները կարող են երկրորդային վնաս հասցնել ընտանիքին։ Այդ պատճառով այս պատմությունը պետք է դիտարկել չափազանց զգույշ։ Լիլիթ Եռմալովյանի մահվան հանգամանքների վերաբերյալ պաշտոնապես հաստատված տվյալները սահմանափակ են։ Հանրությանը հայտնի է միայն, որ նա անհետացել է դեկտեմբերի 26-ին և հայտնաբերվել մահացած դեկտեմբերի 31-ին։ Մնացածը լռություն, և հենց այդ լռությունը, որ ստիպում է վերադառնալ ավելի լայն պատկերին։ Ոչ միայն մեկ դեպքի, այլ ամբողջ այն իրականության, որի մեջ ապրում են նման ընտանիքները։ Գոռ Եռմալովյանի մահը 44-օրյա պատերազմի ժամանակ պատմություն է հազարավոր նման պատմություններից։
Պատերազմում զոհված զինվորների քույրերն ու եղբայրները հաճախ շարունակում են ապրել առանց անհրաժեշտ աջակցության։ Հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ նման կորուստը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ։ Այդ ազդեցությունը միշտ չի արտահայտվում ակնհայտ նշաններով, շատ հաճախ այն դրսևորվում է լռությամբ, ինքնամեկուսացմամբ և ներքին պայքարով։ Լիլիթ Եռմալովյանի պատմության մեջ այս համատեքստը անտեսանելի հնարավոր չէ։ Լիլիթ Եռմալովյանի պատմության մեջ այս համատեքստը անտեսել հնարավոր չէ։ Նա ապրում էր մի միջավայրում, որտեղ պատերազմի ցավը արդեն ներկա էր։ Պատերազմից հետո շատ ընտանիքներ Հայաստանում փորձեցին վերադառնալ առօրյային, աշխատել, ապրել շարունակել, բայց կորուստը երբեք ամբողջությամբ չի անցնում։ Այն փոխվում է մարդկանց ներսից, փոխում է հարաբերությունները, փոխում է լռությունը։ Հասարակության արձագանքը Լիլիթի դեպքին միաժամանակ ցույց տվեց նաև մեկ այլ խնդիր։ Մենք հաճախ խոսում ենք կորուստների մասին միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է։ Մինչ այդ, շատ պատմություններ մնում են աննկատ, մինչ այդ մարդիկ ապրում են իրենց ցավի հետ մենակ։ Լիլիթ Եռմալովյանի և Գոռ Եռմալովյանի պատմությունը մեզ ստիպում է մտածել ոչ միայն կոնկրետ դեպքի մասին, այլ այն մասին, թե ինչպես ենք մենք որպես հասարակություն վերաբերվում լռությանը։ Լռությունը միշտ չէ, որ նշանակում է, թե ամեն ինչ լավ է, երբ լռությունը օգնության կոչ է, պարզապես չարտահայտված։ Այս տեսանյութը նպատակ չունի պատասխանել բոլոր հարցերին, որովհետև որոշ հարցերի պատասխանները կարող են լինել միայն քննության արդյունքում, բայց այն ունի մեկ նպատակ՝ չթողնել, որ այս պատմությունը վերածվի հերթական մոռացված դեպքի։ Գոռ Եռմալովյանի անունը մնում է պատերազմի զոհերի հիշատակումների մեջ։ Լիլիթ Եռմալովյանի անունը մնում է որպես հիշեցում, որ պատերազմը չի ավարտվում միայն ռազմաճակատում։ Այն շարունակում է տարիներով, ընտանիքներում, լռության մեջ, և երբ այդ լռությունը կուտակվում է, այն կարող է դառնալ ճակատագրական։ Լիլիթ Եռմալովյանի պատմությունը ստիպում է անդրադառնալ մի թեմայի, որի մասին Հայաստանում դեռ քիչ է խոսում բարձրաձայն՝ պատերազմից հետո մնացած հոգեբանական հետևանքների մասին։ Պատերազմը ավարտվում է փաստաթղթերով, բայց մարդկանց ներսում այն շարունակում է ապրել տարիներ, հատկապես այն ընտանիքներում, որտեղ կորուստը դարձել է առօրյա իրականություն։ Հոգեբանները նշում են, որ պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամները հաճախ ապրում են հետաձգված ցավի վիճակում։ Սա այն վիճակն է, երբ մարդը շարունակում է գործել, ապրել, բայց ներսում ցավը չի մարում։ Քույրերն ու եղբայրները նման դեպքերում շատ հաճախ մնում են ստվերում։ Նրանցից ակնկալվում է ավելի ուժեղ լինել, աջակցել ծնողներին, շարունակել ապրել, բայց այդ ուժեղ լինելը շատ հաճախ ունի գին։ Լիլիթ Եռմալովյանը ապրում էր հենց այդ իրականության մեջ։ Քույր, որը կորցրել էր եղբորը պատերազմում, աղջիկ, որը ստիպված էր համակերպվել անդառնալի հետ, առանց հանրության ուշադրության, առանց մասնագիտական աջակցության մասին բարձրաձայն խոսելու։ Ինչպես ենք վերաբերվում մենք պատերազմից հետո ապրող մարդկանց, ինչպես ենք լսում նրանց, ովքեր չեն խոսում բարձրաձայն, և արդյոք մենք ունակ ենք նկատել ցավը, երբ այն թաքնված է լռության մեջ։ Լիլիթի և Գոռի պատմությունը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր կորուստ շղթայական ազդեցություն ունի։ Այն չի ավարտվում մեկ անունով, այն ապրում է ընտանիքներում տարիներով։ Գոռ Եռմալովյանի անունը մնաց որպես պատերազմի զոհի հիշատակ։ Լիլիթ Եռմալովյանի անունը մնաց որպես պատմության, որը ստիպում է մտածել ավելի խորը՝ երկու կյանք, երկու ընտանիք և մի ցավ, որը չի չափվում բառերով։ Այս պատմությունը պատասխանների մասին չէ, այն հարցերի մասին է, հարցերի, որոնք պետք է տանք, եթե չենք ուզում, որ նման լռությունները կրկնվեն։ Յուրաքանչյուր կյանք ունի իր պատմությունը, յուրաքանչյուր կորուստ թողնում է իր հետքը։ Եվ երբեմն ամենակարևորը այն չէ, ինչ է սպասվում, այլ այն, ինչի մասին լռում են։ Մենք պետք է սովորենք լսել այդ լռությունը, որովհետև հենց այստեղ թաքնված է ամենախոր ցավը։